Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թունյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք եւ հայտարարման թեման վերջին շրջանում բավականին կարելի ասել պոպուլյար եք դարձել, դուք առաջարկություն եք ներկայացրել, որպեսզի հնարավորինս մատչելի դառնա հայտարարման ֆիզիկական անձանց հայտարարման, ընդհանրապես հայտարարման այդ համակարգը, process-ը եւ դա ենթադրում է, որ հարկային մարմինը արդեն լրացված իր ունեցած տեղեկություններով պատրաստի ներկայացնում է, դու կարող ես մտնել ճշտումներ, եթե կան սխալ տեղեկություններ անել, հաստատել, թե հաստատել պետք չի։ Եվ դա կհամարվի արդեն, որ դու հաստատել պետք չի, մեխանիկորեն դա դառնում է։ Դա ընդհանրապես հեշտացնելու համար է, թե կա այլ խնդիր, որովհետև նոյեմբերի 9-ին ավարտվում է հայտարարման, նոյեմբերի 1-ին ավարտվում է հայտարարման ժամկետը եւ ընդհանրապես 100,000 կամ մի փոքր ավելի մարդ է, չէ, հայտարարագիր ներկայացրել մինչեւ հիմա, թե պարզապես դա խթանելու ավելի առաջ տանելու համար, որովհետև ընդդիմությունը ասում է տապալվել է այդ նախաձեռնությունը։ Շնորհակալություն, հերթով ասեք։ Հերթով ասեք։ Նախ առաջին ուզում հստակ այդ մասը ասենք, որ նախաձեռնությունը ոչ իմն է, ոչ միայն պատգամավորներին, դա համատեղ նախաձեռնություն է, այսինքն կառավարության հետ, խմբակցության եւ կառավարության հետ համատեղ։ Մենք դա քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ենք շրջանառել ու այդ մասին դեռ տարվա սկզբին ենք հայտարարել, քանի որ ընթացքում էլի խնդիրներ էին հայտ եկել, տարընթերցումների տեղեր, տեխնիկական ինչ-որ նյուանսներ, մենք ասել ենք, որ հայտարարագրման գործընթացին կանդրադառնանք սեպտեմբերին, սեպտեմբեր-հոկտեմբերին ու այդտեղ փոփոխություններ կանենք պարզեցման ուղղությամբ, ինչի եւ անում ենք, այսինքն որևէ անակնկալ այդտեղ չկար։ Հիմա մեխանիզմը հետեւյալն է դառնալու, ես էլ ասեմ, որ մեր քաղաքացիների մոտ տարընկալում չլինի։ Մարդիկ գործող կարգավորումներով պիտի մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործեն եկամուտների հայտարարման համակարգ եւ լրացնեն կամ մուտք գործեն, այնտեղ արդեն որոշակի տվյալներ պետք է որ լրացված լինեն, եթե օրինակ ինչ-որ եկամուտներ կա, որոնք պետական եկամուտների կոմիտեի համար տեսանելի են եղել, դրանք արդեն իր փոխարեն լրացված կլինեն։ Մարդը պետք է մտներ, մի հատ նայեր, եթե համաձայներ դրանց հետ հաստատեր, եթե տեսներ, որ պակաս բան կա, օրինակ ինչ-որ մի թիվ սխալ է կամ ինչ-որ եկամուտ կա, որը որ հայտարարագրված չի, ինքը հայտարարագրեր, հաստատեր եւ դուրս գար։ Հիմա մենք ասում ենք, որ հարգելի քաղաքացիներ, քանի որ կան եկամուտներ, որոնք որ պետական եկամուտների կոմիտեն այսպես թե այնպես տեսնում է, ու եթե դուք վստահ եք, որ այդ տեսանելի եկամուտներից բացի այլ եկամուտներ չունեք, դուք կարող եք չմտնել ու հայտարարագիրը չլրացնել։ Դա կհամարվի վերջնաժամկետից հետո, նոյեմբերի 1-ից հետո ՊԵԿ-ի ունեցած տեղեկությունների հիման վրա լրացված եւ հանձնված։ Սա ինչի համար է, որովհետեւ շատ են կարծիքները, որ ասում են, օրինակ, մեր ստացածը միայն աշխատավարձ է գրանցված, որը այսպես թե այնպես տեսանելի է, այլ լրացնելու բան չունենք։ Իմաստը որն է, որ մենք մտնենք մի հատ այդտեղ ժամանակ կորցնենք, մենք ասում ենք շատ լավ, բայց միևնույն ժամանակ, եթե մարդը ունի եկամուտներ, որոնք որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի չեն եւ չէին կարող լինել, եթե քաղաքացին ինքը այդ մասին չի հայտարարել, ապա դա հետագայում եթե պարզվի, որ նման հարկող եկամուտներ են եղել եւ այդ մասին տեղյակ չի պահվել հայտարարագրի միջոցով կամ մեկ այլ տարբերակով, այդ պատասխանատվությունից որևէ մեկը չի ազատում։ Ու ես էլ եմ ուզում նշել, որ անկախ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման համակարգից, որը 2 տարի է որ գործում է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միշտ, այսինքն 20-25 տարի միշտ եղել է պահանջ, որ եթե քաղաքացին ունի եկամուտ, որը որ պետությանը տեսանելի չի, ինքը պարտավոր է գնալ եւ պետությանը ասել, որ գիտեք ինչ կա, ես այսպիսի եկամուտ եմ ունեցել, եկամտային հարկի հաշվետվություններ կայացնի եւ հարկը վճարի։ Օրինակ, մեկը բարձով տուն է տվել, մեկը հարսանիքին երկել է, ասենք բանի այդ իր ծառայության համար, չգիտեմ, 1 միլիոն դրամ է ստացել,
Բայց եթե հիմա հետահայացնենք, թե քանի հոգի են այդպիսի հաշվարկ ներկայացրել, կարող եմ մատերի վրա կարողանանք հաշվել, որ մարդիկ ինքնակամ իրենց եկամուտները հայտարարել են։ Հիմա մենք ասում ենք ժողովուրդ ջան, հայտարարման համակարգը հասկացանք, ձեր իրավունքն է, ուզում եք լրացրեք, ուզում եք մի լրացրեք, բայց եթե ունեցել եք եկամուտներ, որոնք հարկման ենթակա են, այդ եկամուտները ցույց տալու պատասխանատվությունը չի վերանալու։ Պարոն Թունյան, ենթադրենք պարզեցիք եւ ՊԵԿ-ը ներկայացրեց արդեն լրացված է, մարդը մտավ, հաստատեց, համաձայնեց եւ այլն եւ ունի ամեն դեպքում եկամուտ, որը ՊԵԿ-ը չի տեսել։ Նույն ձեր ասած, եթե հարսանիքին երկել է եւ 1 միլիոն դրամ է ստացել, կանխիկ է ստացել։ Դուք ինչպես եք դա հայտնաբերելու եւ նման դեպքերը շատ են, մենակ հարսանիքներում երկել չի։ Դրա համար կա գործիքակազմ, դրա համար կա պետական եկամուտների կոմիտե իր ռիսկերի կառավարման համակարգով, իր մնացած հնարավորություններով, այսինքն այդ հայտնաբերելը կապ չունի հայտարարագրման համակարգի հետ մեծ հաշվով։ Այսպես թե այնպես, եթե քաղաքացին ինքը չի հայտարարի լրացման ուզում է թաքցնել, մեկ ինքը այդ մասին չի լրացնի։ Բայց երբ բոլոր քաղաքացիներն են լրացնում ու դու ունենում ես արդեն ամբողջական ինֆորմացիա, այդ տվյալների համադրությունից շատ ավելի հեշտ է այդ շեղումները տեսնել ու հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Սա չի նշանակում, որ այդ բոլոր դեպքերի հետ կապված 100%-անոց թափանցելիությունը ապահովելու, ամեն դեպքում դա լրացուցիչ գործիք է, որը որ բոլոր պետությունները գրեթե օգտագործում են։ Ու հայտարարագրման հիմնական նպատակը ոչ թե եղել է, որ մարդկանց թաքցրած եկամուտները հայտնաբերեն, այլ եղել է, որպեսզի պետությունը քաղաքացիների վերաբերյալ համակարգված ու անձնավորված ինֆորմացիա ունենա։ Բայց ինքը այնուամենայնիվ խորքում ունի թաքնված նաև ստվերը բացահայտելու նպատակ։ Ստվերը բացահայտելու պոտենցիալ, ու դա ուղղակիորեն արտահայտվում է։ Նախ առաջինը այդ եկամուտները լրացնելով երևում է, օրինակ քաղաքացու կողմից լրացած եկամուտները համեմատում են իրենց բանկային շարժի հետ, որովհետև այդ մի տվյալի հասանելիություն ՊԵԿ-ին տվել են, ու եթե տեսնեն այդտեղ օրինակ իր հայտարարած եկամուտները եւ իր բանկային շարժերի մեջ էական շեղումներ կան, ասենք մի քանի անգամ կամ մի քանի տասնյակ անգամ, այդտեղ հարցեր կառաջանան։ Եվ երկրորդը սոցիալական կրեդիտների համակարգը, որը ներդրված, այսինքն քաղաքացիները երբ հնարավորություն ունեն առողջության եւ կրթության վրա կատարած ծախսերը հետ ստանալ, սա բերել է մի իրավիճակի, երբ որ քաղաքացին, որ իր երեխային ուղարկում է ինչ որտեղ սովորելու կամ ինչ որ մի խմբակ կամ դիմում է բժշկի, արդեն ինքը ստիպում է, որպեսզի այդ հաստատությունը իրեն հաշվարկային փաստաթուղթ տրամադրի։ Այսպիսի անուղղակի էֆեկտներով դա բերելու է ստվերի կրճատման։ Բայց ասում 3 գլխավոր նպատակները, որ դրված են, հետևյալներն են՝ ունենալ անձնավորված հաշվառման համակարգ, քաղաքացիների եւ պետության միջև հարաբերությունները, այսինքն թափանցիկության առումով բարձրացնել մի մակարդակ վերև եւ նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը այդ սոցիալական կրեդիտների միջոցով, այսինքն լրացուցիչ խթան տալ, որպեսզի մարդիկ կրթության ու առողջության վրա գումար ծախսեն։ Շատ են բարձրաձայնվում հարցերը, թե օրինակ ընտանիքում անդամները անգամ եթե նրանք արդեն ունեն տարբեր ընտանիքներ, առանձին են ապրում, բայց քույր ու եղբայր են, քույրեր են կամ մայր ու տղա են, մայր ու որդի են, բայց միմյանց միջև փոխանցումներ է լինում ավելին քան 300,000 դրամը եւ կա մտավախություն կասկած, որ դա կարող է հարկվել։ Ինչպես է կարգավորվելու այդ հարցը։ Ուրեմն բարեկամների, ոչ միայն բարեկամների, ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների, ծանոթների միջև բոլոր են փոխանցումները, որոնք որ տակը, ասենք, գործարք չեն պարունակում, դրանք հարկման ենթակա չեն։ Անկախ նրանից, թե 300,000 թե 3 միլիոն դրամ է։ Անկախ դրանից, թե այդ գումարի չափը որքան է։ Բայց օրինակ, եթե հարկային մարմինը տեսնում է, որ քաղաքացին, ասենք, մի քանի հոգուց ամսական ստանում է, չգիտեմ, մի քանի միլիոն դրամ փոխանցումներ, ու եթե ողջամիտ արդեն կասկած առաջանում, որ սա հենց այնպես լինել չի կարող, սա կարող է ինչ-որ ծառայության դիմաց, սա կարող է ինչ-որ գործունեության դիմաց, այդ ժամանակ հարցնելու են, ասեն, այս գումարների ծագումնաբանությունը բացատրի։ Բայց եթե բարեկամների միջև փոխանցումներ են, ապա դա հարկման ենթակա չի, ու եթե դա
որևէ մեկը ասի, որ դա պետք է հարկել, ինքը պիտի ապացուցի, որ այդ եկամուտը դա ոչ թե ուղղակի փոխանցում էր նվիրատվություն կամ չգիտեմ վարկի մարման համար փոխանցվող գումար կամ ընտանիքի անդամի միջև կատարող փոխանցում, այլ հարկող եկամուտ էր։ Իսկ դա ապացուցել է արդեն առանձին գործընթաց է։ Կանխիկ եկամուտ այնուամենայնիվ շրջանառվում է ու սերտին ոչ փոքր չափով։ Ինչպես է բացահայտելու դա, որ գա նաև ոչ միայն հարկման դաշտ գա, այլ նաև այդ համակարգի մեջ ունեն արտացոլված լինի։ Կանխիկ եկամուտը միշտ եղել է ու բոլոր տեղերում միշտ կա։ Հարցը դրա չափերի մեջ է եւ շինարարության մեջ դա բավականին շատ, նույն կրկնուսույցների մոտ որ կարող է շատ դեպքերում 500,000 դրամ ամսական կամ 1 միլիոն դրամի կարող է հասնել, ինչը կարող է կանխիկ տալ աշակերտները կամ պատվիրատուն եւ շատ ոլորտներում կան տեղեր կան, որտեղ իրականում այո կանխիկը կա, ու ասում եմ, որևէ երկիր չկա, որտեղ կանխիկ շրջանառությունը ու դրանից բխող ստվերային որոշակի մասը 100%-անոց վերացված է, չկա այդպիսի երկիր ու չկա այդպիսի պրակտիկա, որևէ մեկը չի էլ փորձում դրան հասնել, որովհետև ստվերը 0-ին մոտեցնելու համար կարող է ահռելի, այսինքն կարող է պետք լինի ամեն քաղաքացու մոտ մի հատ հարկային տեսուչ կանգնեցնել, որ տեսնեն նման նպատակ որևէ մեկը իր առջև չի դրել։ Նպատակը ստվերը ողջամիտ բանի բերելն է, մակարդակի բերելն է։ Հիմա ասենք մարդը եթե կանխիկով ստացել է իր եկամուտը, բայց կա նաև այդ եկամուտը ծախսելու process, այսինքն մեդալի հակառակ կողմն է, այստեղ տարբեր կարգավորումներ են գործում։ Օրինակ, եթե մարդը ընթացիկ առևտուր անում, դա չի աշխատում, բայց եթե օրինակ 300,000 դրամից ավել եղավ, արդեն կա անկանխիկի պահանջ, այսինքն մարդը պիտի անպայման անկանխիկ անի։ Խթանող մեխանիզմներ էլ կան, ասենք հիմա կառավարություն շրջանառվում է որոշման նախագիծ, ըստ որի քարտով առևտրի դեպքում քաղաքացիները բոլորը, հիմա գիտեք, այդպիսի համակարգ թոշակառուների համար կա, քեշբեքի, այո, բոլոր քաղաքացիները քեշբեք կստանան։ Այդ նշանակում է, որ քաղաքացու համար քարտով առևտուր անելը ավելի ձեռնտու է դառնալու, քան կանխիկով առևտուր անելը։ Ու իմ կարծիքով կան տեղեր, որտեղ որ պիտի ավելի շատ ինքնաբերաբար կամ էվոլյուցիոն ճանապարհով գնալ առաջ, հարմարության տեսանկյունից նայելով, ապահովության տեսանկյունից նայելով, քան ստիպելով։ Մի մարդը եթե ինքը համոզվեց, որ կանխիկ առևտուր անելն ու անկանխիկ առևտուր անելը տարբերություններ ունեն, որ այնպես ավելի հարմար է, իր վրա ավելի էժան է նստում, կամ ասենք հիմա չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քանի տոկոսն է, որ էլեկտրոնային առևտրից է օգտվում, վայելբերից կամ այլ հարթակներից։ Այս ամեն ինչը ավտոմատ բերում է նրան, որ անկանխիկ շրջանառության ծավալները գնալով մեծանում են ու կանխիկի կշիռը այսպես թե այնպես փոքրանում է։ Դուք հավանաբար տեղյակ կլինեք, որ մարզերում քարտային համակարգով առևտուր անելը այդքան էլ ընդունված չի եւ շատ խանութներում ասում են պարզապես մեր այդ համակարգը չի աշխատում։ Մարդիկ նույն թոշակառուները, որոնք ինչ որտեղ շահագրգռված են այդ գումարի յետ վերադարձի քեշբեկի այդ գաղափարից, գնում են եւ չեն կարողանում օգտվել քարտով, կանխիկեն չի աշխատում, պետք է առևտուր անեն մարդիկ։ Ուրեմն մենք երբ անկանխիկ դրամաշրջանառության մասին օրենքը ընդունեցինք, բան արեցինք, տարբերակված մոտեցում սահմանեցինք, դա սկզբից Երևանի համար ուժի մեջ մտավ, հետո մարզերի ու որպեսզի ավելի սահուն լինի անցումը։ Հիմա բոլորի համար է այդ կանոնը գործում։ Ու հստակ ուզում եմ մեր հենց այդ քաղաքացիներին, ովքեր ապրում են մի քիչ ավելի հեռավոր բնակավայրերում, ասել, որ քարտով ինքը առևտուր կանի թե կանխիկ, դա իր իրավունքն է, մինչև 300,000-ը, բայց առևտրի կետը ինքը պարտավորված է սպասարկել քաղաքացուն քարտով, պարտավորված է, բայց չի սպասարկում եւ շարունակում է հաջողությամբ աշխատել, ես էլ խորհուրդ եմ տալիս այն քաղաքացիները եւ հարկային մարմինները աչք են փակում ըստ որտեղ շարունակում են նման խաղեր աշխատել։ Օրինակ ասում եմ, շատ կոնկրետ ասում եմ, բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկացել են քարտով առևտուր անել եւ առևտրի կետը հրաժարվել է իրենց սպասարկել, եթե պետական եկամուտների կոմիտեին չեն ուզում դիմել, խնդրում եմ թող դիմեն ձեզ,
դուք այդ տվյալները փոխանցեք ինձ առանց այդ քաղաքացի։ Դա շատ թույլ միջոց է հարկային դաշտ։ Իրականում չէ, որովհետև շատ դեպքերում, երբ նման բողոքներ են լինում, երբ փորձում ես հասցեական այդ բողոքների հետևից գնալ, մարդիկ հրաժարվում են։ Այսինքն բոլորը կամ ոչ բոլորը, մեծ մասը ցավոք սրտի ուզում են ամեն ինչը կարգավորվի, բայց իրենք չեն ուզում այդ process-ի մեջ թեկուզ ինֆորմացիա տրամադրելու առումով օգտակար լինել։ Ասենք կարող է ամեն ինչից բողոքեն, ասեն նայեք, այս դիմացին այս բանն անում են, մեկ են կանոնը խախտում։ Երբ ասես մոտ կարաս կոնկրետ տվյալ ասես, այդ մարդը կհրաժարվի։ Բայց եթե հիմա հերավոր գյուղ է, որտեղ ասենք հարկայինի տեսուչը կարող է տարին մեկ մտնի կամ չմտնի, այդ ինֆորմացիան կամ այդ բողոքը ոնց պիտի հասնի պետական մարմինին։ Իսկ ինչի տարին մեկ անգամ, եթե գործող խանութ կա այդ գյուղում կամ այդ հատվածում այդ մի խանութն է, ինչի է հարկայինը անտեսում, շրջանառությունը ինքը նայում ամբողջ գյուղը ինչ որ մի խանութի հույսին այսպես ասած, ինչի ավելի շատ դրիչ։ Բայց եթե հարկայինը ամեն օր մտնի այդ խանութ, այդ ժամանակ ավելի շատ բողոք կլինի, որովհետև այդ մարդիկ այդ հաշվետվությունները ներկայացնելու համար հարկային տեսուչի կարիքը չունեն։ Այդ ամեն ինչը կատարվում է էլեկտրոնային տարբերակով, այսինքն նորմալ աշխատող տնտեսվարողը պիտի հարկայինի հետ մաքսիմալ քիչ առնչվի, բոլոր գործերը պիտի։ Գիտեք, չէ, նման դեպքերում նույն էլ խոշորներից այդ հաշիվ ապրագիր ստանալու եւ այդ դեպքերում մեղադրանքը նորից հետ է ուղվում ձեզ, որ դուք խոշորներին թողած, դուք ձեր պարտականությունը կամ էլ թողած, ընկել եք քաղաքացիների հետևից, թե քաղաքացի կամ մանր բիզնես դուք անպայման պետք է ինքներդ փորձեք։ Համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ, որովհետեւ եթե լրահոսը նայեն, ասենք ամեն ամիս խոշոր բիզնեսի նկատմամբ հարկային մարմնի կողմից ինչ գործողություններ են կատարվում, քանի ոչ թե միլիոն դրամի, այլ քանի միլիարդ դրամի լրացուցիչ հարկերի պահանջ է առաջադրվում, այդպես չեն ասի, որովհետև խոշորների նկատմամբ այլ տիպի հարկային վարչարարություն է իրականացում, փոքրերի նկատմամբ այլ տիպի, ու շատ կարևոր է նաև շատ հաճախ տարանջատել իրականում փոքրերն ու մեծերը, որովհետև շատ դեպքերում մեծերը տարանջատված աշխատում են փոքրերի անվան տակ։ Այդ բոլոր ուղղությամբ հարկային մարմինը աշխատում է, բայց ասում շատ դեպքերում պիտի լինի քաղաքացու կողմից հստակ բողոք, որպեսզի պետական մարմինը կարողանա այդ գործողություն իրականացնել։ Վերադառնալով նորից հայտարարագրման թեմային, պարոն Թոնյան, փաստորեն նոյեմբերի 1-ից նրանք, ովքեր որ չեն մուտք գործում այդ համակարգ եւ չեն վճարում, այդ տուգանքները վերանում են, հա։ Չեն փորձում ստուգել կամ հաստատել կամ տեսնել ճշտություններ կան։ Հիմա կա հայտարարագիր։ Այլևս այդ բանը դուրս եկավ, հա, հայտարարագիր չլրացնելու համար սահմանված է տուգանք։ Հիմա եթե բնականաբար բոլորինը համարվելու է լրացված եւ հանձնված, այդ տուգանքը վերանալու է։ Բայց հարկման ենթակա եկամուտները պետությանը ցույց չտալու համար նախատեսված պատասխանատվությունը, որը միշտ եղել է ու հիմա էլ պահպանվել է, դա չի վերանալու։ Այսինքն ովքեր ստվերային շրջանառություն չունեն, այլևս չպետք է անհանգստանան, որ չեն հայտարարագիրը լրացնել, դա արդեն հարկային իրափոխարին կանի եւ տուգանվելու այդ թեև փոքր գումարել, բայց այդ մտահոգությունը վերանում է։ Եթե քաղաքացին ինքը գիտի, որ ինքը միայն աշխատավարձ է ստանում, կամ ստանում է, չգիտեմ, կենսաթոշակ, ինքը կարող է չմտնել, չլրացնել, որտեղ ինքը վստահ որ այլ եկամուտ չի ունեցել ու վաղը մյուս օր իրեն որևէ մեկը չի գալու, ասի, բայց եկամուտը ինչու՞ չէ իր հայտարարագրել։ Բայց նաև ուզում եմ մի կարևոր բան էլ ասել, որ հայտարարագիր լրացնողների եւ չլրացնողների մեջ ամեն դեպքում մի տարբերություն կա, որ սոցիալական կրեդիտները հետ ստանալ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ որ քաղաքացին մուտք է գործում այդ համակարգ։ Ու հետագայում կարող են լինել, ասենք, տարբեր պետական աջակցության ծրագրեր, տարբեր, չգիտեմ, ինչ-որ միջոցառումներ, որոնք կկապվեն եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Այսինքն դու ինձ ես քեզ սկզբունքով, եթե ուզում ես որ պետությունը քո նկատմամբ ինչ-որ բաներ անի, դու էլ պիտի պետության հետ որոշակի թափանցիկություն ապահովես։ Այս թեմայով մի վերջին հարց է։ Դու գիտեք, որ հատկապես մարզային բնակավայրերում այդ էլեկտրոնային համակարգերի հետ շփումը այդքան էլ հմուտ չի, մարդկանց մոտ փորձ չունեն։ Չասեմ միայն թոշակառուներ, ինչու միայն թոշակառուներ, նաև երիտասարդների շրջանում կամ միջին հասակի մարդկանց մոտ նույնպես։ Եվ նրանք խնդիր կարող է ունենան
Կարող է սխալ հայտարարագրման խնդիր կա, հարկային է սխալ ինչ որ տվյալ ներկայացել, այս հարցերը ինչպես են լուծվում։ Ամեն դեպքում պետությունը կարծեք թե մարդկանց հետ բավարար աշխատանք չտարավ այդ հմտությունը սովորացնելու կամ չքարոզեց դա։ Նկատի ունեք, որ մարդ ուզենա մտնի հայտարարագիրը լրացնի, այդ դեպքում տեսեք, եթե մարդը մտնում, ասում ենք, եթե հիմա մարդը վստահ է, որ ինքը թոշակից բացի այլ բան չի ստացել, կամ թեկուզ քեշբեք, այդ սոցիալական կրեդիտները ստանալու մտադրությամբ ծնող է եւ ցանկանում է ստանալ այդ կրեդիտը երեխայի համար, բայց չկարողանում գործել։ Հմտություն չունի։ Համատարած չասեմ, բայց մեծ թիվ են կազմում նման մարդիկ։ Մենք ունենք հիմա համակարգ, որի միջոցով մարդիկ հետ են ստանում հիպոթեկային վարկի համար վճարված տոկոսների իրենց եկամտահարկից, ճիշտ է։ Հիմա մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ այդ համակարգից օգտվում են։ Ես ձեզ հավատացնում եմ, որ այդ process-ը անցնելը ավելի բարդ է, քան եկամուտների հայտարարման համակարգը լրացնելը։ Մանավանդ, որ հիմա պետական եկամուտների կոմիտեն ակտիվ աշխատում է նոր հավելվածի վրա, որը իմ կարծիքով 1-2 ամսից արդեն կներկայացվի, որը կլինի մաքսիմալ պարզ, այսինքն քայլերով, որ անգամ ասենք օրինակ, չգիտեմ, 3-4 դասարանի երեխան կարողանա այդ հասկանալ դա ինչա ներկայացնում, առանց բարդ տերմինաբանության եւ այլն։ Տեխնիկային հասանելիության առումով, եթե քաղաքացին ունի այլ եկամուտներ կողքից, ինձ հարկվող եկամուտներ ընդ որում, իմ կարծիքով ինքը տենց տեխնիկային հասանելիության խնդիր, թեկուզ պարզ սմարթֆոնի խնդիր պիտի որ չունենա։ Եթե ունի, ապա կարելի է ուրիշ հեռախոսից օգտվել։ Ինչ վերաբերում է այդ ունակություններին, որ այդ թվային միջավայրում չի կարող բանալ, աշխարհը հիմա անկախ մեր կամքից գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն թվային ու էլեկտրոնային ծառայությունները սկսում են գերազանցել ու գերակշռել մարդկային հարաբերությունները։ Այո, բայց ես տեղյակ եմ նաև, որ աշխարհում, որտեղ որ գերակշռում է դա, նման մարդկանց համար հատուկ անվճար դասընթացներ են կազմակերպվում։ Այդ դասընթացները մի քիչ բան են, էլի պետական եկամուտների կոմիտեն օրինակ անցած 2 տարիների ընթացքում մարզային շատ այցելություններ է կատարել, գրեթե բոլոր բնակավայրերով պատտվել են, դասընթացներ են արել։ Ամեն դեպքում կան հարցեր, որոնք քաղաքացիները ոչ թե չեն կարողանում, այլ չեն էլ ուզում դրա մեջ խորանալ։ Բայց մենք ասում եմ շատ հաճախ թերագնահատում ենք մեր քաղաքացիներին, որովհետև կան երկրներ, որտեղ որ այդ ամեն ինչը շատ վաղուց է ներդրված եղել եւ հիմա ասենք օրինակ միջև վերջերս մարդիկ ասում են այդ քարտով թոշակ ստանալ ինչներս է պետք։ Կան քաղաքացիներ, որոնք միջև այս թոշակը ստանում են, տանում են բանկամատից անմիջապես այդ գումարը կանխիկացնում են, բայց հիմա թոշակառուների կեսը արդեն քարտով են առևտուր անում, որովհետև գիտեն, որ այդտեղից քեշբեք։ Այսինքն այդ པարզ բաներ են, որոնք կյանքը ստիպելու է սովորել եւ ամենահետաքրքիրը ես մեր Վահե Հովհաննիսյանի հետ ֆինանսների նախարարի զրույցի ժամանակ էլ պատմեցի Facebook մտնելու, քննադատելու, բադ կոմենտներ գրելու համար այդ ժամանակ հեռախոսի խնդիր էլ չկա, Facebook-ում գրանցվելու խնդիր էլ չկա, այդ ամեն ինչին տիրապետելու խնդիր էլ չկա, այսինքն մարդը կարող է մտնի Facebook-ով, գրի քննադատի ու ասի ես հեռախոս չունեմ, ոնց պիտի հայտարարագիր լրացնեմ։ Այսինքն հիմա ես էլ հարց եմ տալի, բա ինչով։ Նրանց մասին չի։ Չէ, ես հարցնում եմ, բա ինչով եմ մտել Facebook։ Օրինակ ինչով, տեսականորեն, էլ մի հատ հասկանանք։ Ամեն դեպքում նկատի ունեմ, այդ դժվարությունը կլինի, ես ասում եմ իմ ծնողների վրա եմ այդ օրինակը բերում։ Իմ հայրը կատեգորիկ չի օգտվում սմարթֆոնից։ Իր համար հեռախոսը մենակ զանգելու եւ զանգ ստանալու համար նախատեսված գործիք է։ Բայց ասենք կան նաեւ այդ նույն տարիքի մարդիկ, որոնք բարձր տեխնոլոգիաներից ավելի շատ են հասկանում, քան ես։ Ես ընդունում եմ, որ այդ դժվարությունը կա, բայց պետք չի դա գերագնահատել։ Մանավանդ, որ մենք հիմա այս հնարավորությունը տալիս ենք մարդկանց։
ձեր նոր առաջարկին վերաբերող եւս մեկ հարց, օրինակ քաղաքացիները կարող են համատարած վստահել կամ չվստահել ամեն դեպքում, ինչ որ քաղաքացի վստահի ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներին եւ բոլորովին կրեդիտների կամ այլ խնդիրներ չունենա գումարի հետ վերադարձի, վստահի եւ չմտնի, ասի ՊԵԿ-ը ներկայացրել է, ես պետությունից եմ ստանում այստեղից, ես վճարում եմ հարկերը եւ այլն, բայց հետո տարիներ հետո հանկարծ պարզվի, որ ներկայացվի տուգանք, որ ինչ որ հայտարարագրում տեղի չի ունեցել, հարկ չի վճարվել եւ բավականին մեծ տուգանքներ են եկել, ինչը կարող է սխալի արդյունք լինել, այդ հարցը ինչպես կարելի է լուծել։ Շատ շնորհակալություն, շատ կարևոր հարց է ու բազմաշերտ։ Հիմա առաջինը, երբ որ ասում են, իսկ այն մարդիկ, որոնք որ հայտարարագիր են լրացել, իրենց նկատմամբ անարդար չի, հիմա հենց այս ձեր հարցը նշանակում է, որ ոչ, որովհետև մարդը գոնե մտնելով հավաստիանում է, որ իր անունով սխալ տվյալներ չկան, այս մեկը։ Երկրորդը, նոյեմբերի 1-ին համարվում է, 2-ին արդեն համարվում է, որ մարդը հայտարարագիրը լրացրել է, պետական եկամուտների կոմիտեն եւս 1 ամիս այդ հայտարարագիրը բերում է ամբողջական տեսքի, այդտեղ ինքնաշխատարբերակով ամբողջացնում է եւ արդեն այդ նոյեմբերի 1-ից արդեն կարծում եմ 1 ամիս հետո այդ հայտարարագիրը հասանելի է լինում քաղաքացուն, այսինքն ինքը եթե ուզենա 1 ամիս հետո, 2 ամիս հետո կարող է մուտք գործել ու ամեն դեպքում աչքի անցկացնել իր հայտարարագիրը, որ տեսնի այդտեղ ինչ որ բան սխալ լրացված է, թե չէ։ Ավելին ասեմ, գործող օրենսդրությամբ քաղաքացին 3 տարվա ընթացքում կարող է իր հայտարարագրի տվյալները ճշգրտել։ Այսինքն, եթե ինքը իրոք մոռացել է ինչ-որ եկամուտ հայտարարագրելու, որոշել է, որ դա պիտի ճշտի, եթե անգամ 2 տարի հետո ինքը մտավ ու ասենք իր 2 տարի առաջվա հայտարարագրի մեջ ճշտում կատարեց, ասես կներեք, ես տվյալը մոռացել էի, ու ճշտում կատարի, ինքը դրա համար, ասենք, չի տուգանվի։ Իսկ եթե վստահի ՊԵԿ-ը ամեն դեպքում, ես վստահում եմ ինքը ճշգրիտ եթե ասենք հիմա մարդը 5 տարի հետո գալիս է մի կլորի գումար տուգանք։ Ասենք, եթե մարդը վստահել է ու համարել է, որ այդտեղ ոչ մի այլ եկամուտներ չունի, ՊԵԿ-ն էլ ինչ որ մի գումարի հայտարարագրի մեջ տվյալ հալերացելու ասել որ դու եկամուտ ունես, նախ ասեմ, որ պետական եկամուտների կոմիտեն, եթե նման տվյալ լրացնի ու ասի, գիտես ինչ կա հարգելի քաղաքացի, դու ունեիր այսինչ եկամուտը, որը չես հայտարարագրել ու այսքան հարկ պիտի վճարել, չես վճարել, ես հավատացնում եմ, որ այդ հայտնաբերելուց անմիջապես հետո այդ մարդը ծանուցում է ստանալու։ Այսինքն մենակ հայտարարագրի խնդիրը չի։ Ծանուցում է ստանալու, որ դուք ունեք չկատարված հարկային պարտավորություն։ Ու արդեն մնացածը անկախ հայտարարագրերի համակարգից ոնց որ միշտ եղել է քաղաքացին կապացուցի, եթե ապացուցես, որ ինքը իրականում եկամուտ չի ունեցել, ուրեմն նշանակում է եկամուտ չի ունեցել։ Եթե եկամուտ ունեցել է, եթե պետական եկամուտների կոմիտեն ապացուցեց, արդեն կվճարի։ Մի հարց էլ պարզաբանենք, պետեկամուտների կոմիտեն այս դեպքում մուտք ունի բանկային շարժի մեջ, հա, քաղաքացիների։ Տեղյակ է։ Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների շարժին մուտք չունի։ Ուղղակի ամեն հայտարարատուի համար պետական եկամուտների կոմիտեին օրենքով իրավունք է տրվել 4 տվյալ ստանալ։ Քաղաքացու հայտարարատուի հաշիվների մնացորդը տարվա սկզբին եւ տարվա վերջին եւ մուտքերի ու ելքերի հանրագումարը, այսինքն տարվա ընթացքում ինչքան մուտք ա եղել քաղաքացու հաշվին, ինչքան ելք ա եղել քաղաքացու։ Այսինքն չէ, որտեղից է մուտքը եղել, քանի հոգուց է, ինչ աղբյուրից, քանի անգամ է փոխ, այդ տվյալները պետական եկամուտների կոմիտեն չի ստանում։ Այդ հանրագումարը ստանում է, որպեսզի վերջը համադրելու բան ունենան, որ սկզբում նշում էի, որ եթե տեսնի, որ այդ շարժերի հանրագումարը հասնում է 15 միլիոնավոր դրամների, բայց հայտարարագրված եկամուտները դրանից մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են, այդ բնական է, որ պիտի բան լինի, արդեն սիգնալ լինի, որ այստեղ մի բան այն չի։ Եվ հայտարարագիր լրացնողների համար այս հիմիկվա փոփոխության հետ կապված մի բան էլ ասեմ։ Օրինակ մարդիկ ասում են, մենք որ մտնում ենք հայտարարագիր լրացնելու, այնտեղ տարբեր տողեր կան, ավանդներից ինչքան եկամուտ են ստացել եւ այլն, այդ ամեն ինչը լրացնելը բարդ է։ Հիմա այդտեղ կլինի նաեւ մի դաշտ, որը քաղաքացու համաձայնության դաշտ կլինի, այսինքն եթե քաղաքացին այդ գալեչկան դնի ու ասի ես համաձայն եմ, որպեսզի պետական եկամուտների կոմիտեն իմ բանկից ստանա իմ ավանդների վերաբերյալ ինֆորմացիա,
պետական եկամուտների կոմիտեն բանկից կստանա այդ քաղաքացու ավանդից ստացած եկամուտների մասին ինֆորմացիան ու ինքն աշխատել կլերացնի։ Այսինքն դա էլ անում են, որպեսզի մարդիկ ժամանակ չկորցնեն, ավելորդ հաշվարկներ չանեն ու դա տեղի ունենա իրենց համաձայնությամբ։ Իսկ եթե քաղաքացին չհամաձայնի, այնուամենայնիվ ավանդ ունենա եւ ենթադրենք 1 միլիոնի չափ տարեկան ավանդային տոկոս ստանա, այդ դեպքում դա արդեն ասում քաղաքացու ռիսկն է, որովհետև դրա համար կա ՊԿ ունի դա ստուգելու իրավունք։ Դրա համար կա պետական եկամուտների կոմիտե, որը կարող է քաղաքացու կողմից ասում եկամուտը ստանալու պահին դա չհայտնաբերի, բայց ինչ որ ծախսանելու տարբեր գործիքներ կան։ Օրինակ, ես հիմա իրանց գործիքակազմը չեմ ուզում ամբողջությամբ ներկայացնել, չեմ էլ տիրապետում, բայց ասենք մի հատ պարզ օրինակ բերենք։ Մենք վերջերս պետական եկամուտների կոմիտեին օրենքով հնարավորություն ենք տվել, որ իրենք հասանելիություն ունենան Հայաստանի էլեկտրական ցանցերի բաներին, որոշակի տվյալների, ինչի համար ենք դա արել։ Օրինակ, որովհետև կարող է լինեն դեպքեր, երբ որ քաղաքացին հայտարարում է, որ ինքը աշխատանք չունի, ոչնչով չի զբաղվում, բայց տեսնում են օրինակ, որ իր հասցեում հոսանքի սպառումը տեղի ունենում ստանդարտից 5 անգամ ավել։ Այդ նշանակում է, որ այնտեղ որոշակի գործունեություն է ծավալում։ Հացի փուռա կամ չգիտեմ, մեկ այլ արտադրություն է։ Այս արդեն նշանակում է, որ ռիսկ կա, ու այդտեղ պետական եկամուտների կոմիտեն կարող գործողություններ իրականացնի, հետևի, հասկանա, ուսումնասիրի, եթե պարզվեց, որ այդտեղ եկամուտներ են գեներացվում, արդեն իր գործողությունները կանի։ Այսինքն եկամուտները թաքցնելու հնարավորություններ ովքեր դրա ցանկություն ունեն, կարող են գտնել, բայց դրա համար ասում կան պետական տարբեր մարմիններ, որոնք դրանով զբաղվում են։ Իսկ հեծը հիշատակեցիք, հեծում այդ առումով ինչ վիճակ է, որ նաև պատճառներից մեկն էլ նաև դա էր, որ դուք որոշեցիք հեծի պետականացման գործընթաց սկսել եւ հիմա Ռոմանոս Պետրոսյանը 2 օրը մեկ ինչ որ չարաշահումների մասին տվյալներ է հրապարակում։ Դե հիմա հենց այդ փուլն է, որպեսզի հասկանանք հեծում ինչ է կատարվում եւ իրականում ինչի հետ են գործ ունեցել։ Ես էլ եմ հիմա որպես ընթերցող այդ ամեն ինչին ծանոթանում ու շատ դեպքեր կան, որ ինձ համարել են տարօրինակ, բայց կային նաեւ դեպքեր ու գործելավոճ, որը մինչ այդ էլ էր ակնհայտ ու այդ առումով որոշակի անգամ օրենսդրական փոփոխություններ են կատարվել։ Օրինակ փոխկապակցված գնումների դեպքում եւ այլն, որովհետեւ օրինակ կարող է պարզվել, որ հեծին որևէ սարքավորում մատակարարող ընկերությունը աշխատում է գերբարձր շահութաբերությամբ։ Այսինքն մի բանը, որ հնարավոր է գնել 1000 դրամով, հեծը այդ բանը գնել է, ասենք 2000 դրամով։ Իսկ եթե լիներ, ասենք օրինակ նորմալ ընթացակարգով թափանցիկ գնումների համակարգ, կարող է դա լիներ 800 դրամով։ Այդ ամեն ինչի վերջում մտել է սակագնի մեջ։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց ուզում եմ ընդհանուր process-ը ասել, որ այս ժամանակահատվածը ինքը միջանկյալ ու իրականությունը հասկանալու ուղղված ժամանակահատված է եւ հեծը ինքը ստրատեգիական նշանակություն ունեցող ընկերություն է, ոչ միայն տնտեսության առումով, այլև անվտանգության ու մնացած առումներով ու շատ կարեւոր է, որ այդ ընկերությունը աշխատի թափանցիկ, հասկանալի եւ այնտեղ որևէ չարաշահումներ կամ մանիպուլյացիաներ չլինեն։ Դուք կենտրոնացաք հեծի վրա, որովհետև Սամվել Կարապետյանի դեպքում որոշակի հայտարարություններ եղան եւ ինչ որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ինչ որ նշաններ տեսակ, բայց արդյոք դուք մյուս բոլոր հանրային ծառայությունների այդ դաշտում գտնվող ընկերությունների նկատմամբ եք նման ուշադրություն ցուցաբերում, նույն Գազպրոմ Արմենիայի դեպքում, նույն Վիոլաջերի դեպքում նույնպես մտահոգություններ են ընչում, թե ինչու պետությունը չի գնում նաեւ դրանց հետևից։ Միգուցե նման կամ շատ ավելի մեծ կոռուպցիոն սխեմաներ գործում են նաև այդ դաշտում։ Ուզում ասել, որ հեծի հետ կապված process-ները սկսել են Սամվել Կարապետյանի հայտարարությունից դեռ շատ վաղ առաջ եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահը եւ տարածքային կառավարման նախարարության էներգետիկան համակարգող փոխնախարարը աշխատանքից ազատվեցին այդ հայտարարությունից ամիսներ առաջ
եւ այդ օրենսդրական փոփոխությունները, որ ասում է, եւ մեր խմբակցությունում տեղի ունեցող քննարկումները այդ հայտարարություններից շատ ժամանակ առաջ էին։ Ինչի Գարեգին կոնկրետ ինչի համար Գարեգին Բաղրամյանն ազատվեց։ Կհիշեք, որ ծառայությունների կարգավորող ինքը ինչ որ բաններ նկատել, թաքցրել, ինչ որ փող։ Չէ, ես ժամանակային համաձայնության էր գնացել, ինչն էր խնդիրը։ Հենց այդ ընթացքում կհիշեք, որ տեղի էին ունենում քննարկումներ կապված հոսանքի խափանումների հետ, կապված ընդհանրապես էներգոհամակարգի որակի հետ, սակագների հետ եւ այլն, եւ այդ քննարկումներից հետո Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատվեց, բայց իմ ասած այդ օրինակ այդ օրենսդրական փոփոխությունները, որ ասում էի փոխկապակցված գնումների դեպքում, օրինակ մենք պայման ենք դրել, որպեսզի օրինակ հեծին մատակարարվող ապրանքների դեպքում, ովքեր որ մատակարար են, իրենք էլ իրենց հերթին, իրենց հումքի ձեռքբերումները կատարեն գնումների ընթացակարգով, որպեսզի sense շղթայական կեղծ գնումներ չլինեն։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստան էլեկտրական ցանցերին, դա վերաբերում է հանրային ծառայությունների դաշտում գործող բոլոր ընկերություններին՝ ՀԵՑ, Գազպրոմ, Վեոլիա եւ այլն։ Իսկ Վեոլիայի դեպքում, երբ ասում են ինչու նման բան չկա, Վեոլիայի դեպքում է շատ քննարկումներ կան կապված ջրամատակարարման խնդիրների, խափանումների, ցանցի որակի հետ կապված, ուղղակի տարբերություն ՀԵՑ-ի Վեոլիան որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության սեփականություն է, ու որ ասում են, այստեղ ինչու՞ չէ գնում է ճանապարհով, այստեղ է ճանապարհով գնալ տեխնիկապես հնարավոր չի, որովհետև պետությունը այսպես թե այնպես Վեոլիայի սեփականատերն է։ Եվ ՀԵՑ-ի դեպքում էլ նպատակը վերջնական այն չի, որ պետությունը լինի դրա սեփականատերը։ Նպատակը այն է, որ այդ ընկերությունը լինի թափանցիկ եւ երկարաժամկետ հեռանկարում կարծում եմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պիտի լինեն մասամբ պետական, մասամբ մասնավոր եւ դրա մի մասը անպայման պիտի լինի ազատ շրջանառվող, հա, փորձ արվեց որոշ հանքերի կոմբինատների դեպքում, ԶՄՊԿ-ի դեպքում նկատի ունեք այն բաժնեմասը, որ կա, եւ ոչ միայն կապի ոլորտի ընկերություններ, ոչ ամբողջապես, որովհետեւ այդ հանքերի դեպքում էլ այն ինչը որ մենք ունենք, դա այն չի, ինչին մենք ի վերջո ձգտում ենք։ Մեր նպատակը հետեւյալն է, որ հանքը ամեն դեպքում համակարգաստեղծ ստրատեգիական այնպիսի նշանակություն ունի, ինչպես օրինակ էլեկտրական ցանցերը կամ գազամատակարարումը։ ՀԵՑ-ի դեպքում մեր նպատակը այն է, որ եւ պետությունը ունենա որոշակի մասնակցություն վերահսկողության նպատակով եւ այդ բաժնետոմսերի մի մասը հնարավորություն ունենա շրջանառվել բորսայում ու վաճառվի ոչ թե խոշոր ինչ-որ մի ընկերության, այլ մեր քաղաքացիներ, որպեսզի քաղաքացիները իրենք էլ լինեն այդ ընկերության թեկուզ փոքր մասի պես բաժնետերերը։ Պարոն Թունյան, անդրադառնանք նաև այլ հարցերի, Ռուսաստանի հետ տնտեսական ոլորտում խնդիրները բազմաբնույթ են եւ վերջ չունեն կարծեք։ Դրանցից մեկն էլ նույն բեռնափոխադրումների խնդիրն է, որ գիտեք, սպայկա խոշոր բեռնափոխադրողների խնդիրը, որ այնտեղ, եթե չեմ սխալվում, մոտ 100 մեքենա արգելափակված է Ռուսաստանում, ոչ մի կողմից ռեալ ինֆորմացիա չեն տալիս հասկանալու համար, թե որն է խնդիրը։ Կարող եք ասել այդ դեպքում որն է խնդիրը եւ ինչ է անում պետությունը։ Ռուսաստանը նոր խստացումներ է, գիտեք, ընդունել ընդհանրապես օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, որ եթե նախկինում կամ հիմա 6 ամսվա կտրվածքով կարող են 90 օր լինել այդ երկրում, հիմա արդեն պետք է 1 տարվա ընթացքում 90 օր լինեն եւ դա բեռնափոխադրումների համար եւ Ռուսաստանի նման անծայրածիր երկրի դեպքում գրեթե անհնար է։ Փորձում է պետությունը ինչ-որ բաներ անել կարգավորելու համար այդ խնդիրը, որովհետեւ նույն վերին լարսում էլ բեռնատարը գնում է եւ օրեր շարունակ վերին լարսում կանգնում է եւ դա այդ 90 օրից դուրս է գալիս, չէ՞։ Դուրս է գալիս, ինչ պետք է ան բեռնափոխադրումը, ավտոբեռնափոխադրումը արդեն կարելի ասել այդ օրենքից հետո կարող է չաշխատել։ Ցավոք սրտի այդ առումով խնդիրները միշտ են ու բազմազան են այդ խնդիրները, որ ասեմ ես շատ տեղեկացված եմ այդ բոլոր խնդիրներին, իհարկե սխալ կլինի, որովհետեւ դա ավելի շատ գործադիրի դիրքում է ու համոզված եմ, որ կառավարության գործընկերները տարբեր մակարդակներով, թե նախարարությունների, թե փոխվարչապետերի, թե հենց Եվրասիական միության կառույցների շրջանակներում այդ հարցերով զբաղվում են։ Ֆունդամենտալ առումով ինչ պիտի լինի, օրինակ
ամենաառաջին բանը նախ առաջին հերթին մենք ինքներս պիտի վստահ լինենք մեր կողմից արտահանվող ապրանքների որակի վրա, որովհետև շատ դեպքերում իրականում խնդիրները հենց մեր արտադրանքի մեջ են թաքնված լինում ու դա որպես պատճառ բավականին լեգիտիմ է, այսինքն այո, կան դեպքեր։ Եթե նախկինում աչքեր փակում Ռուսաստանը, դա համարվում է բան, դա համարվում է լծակ, այսինքն երբ դու գիտես, որ դիմացի կողմը կանոնների խախտմամբ կամ ստանդարտին չհամապատասխանող որևէ բան է անում, դու դրա վրա աչք ես փակում, մինչև այն պահը, երբ քեզ պետք է դա օգտագործել։ Այսինքն, ինչքան մեր արտադրանքը համապատասխանի ստանդարտներին ու պահանջներին, այդ առումով ավելի քիչ խոցելի կլինեն։ Եվ երկրորդ ֆունդամենտալ ուղղությունը դա դիվերսիֆիկացիան է, որպեսզի մեր արտադրողները բացի ռուսական շուկայից կարողանան նաև այլ շուկաների վրա աշխատել ու կախվածությունը թույլատնել։ Մնացածը արդեն ինչ կա, դա արդեն Եվրասիական միության տարածքում ու կոնկրետ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակի վրա քննարկվելիք հարցեր են, որոնցից ես ելի եմ կրկնում շատ տեղյակ չեմ, դրա համար այսքանից ավելի ինֆորմացիա ես չեմ կարող։ Դա շատ հայտնի բան է, էլի, հավանաբար լսած էլ կլինեք, դուք երբեմն ձեր հանձնաժողովով տնտեսական ինչ-որ խմբի մարդկանց հետ հանդիպում եք։ Ինչու է Ռուսաստան արգելափակել 100 բեռնատարը քիչ չի, մի ընկերության 100 բեռնատարը։ Չեմ, դե բան ենք անում, իհարկե քննարկումներ անում ենք հիմնականում այն խմբերի հետ, որոնք որ մեզ ինչ-որ հարցերով դիմում են, կամ մենք մեր սեփական նախաձեռնությամբ ենք կանչում, ասենք օրինակ կոնյակի հետ կապված խնդիրը, որը որ Վրաստանում ծագել էր, այդ հարցով էլի մենք էլ ներգրավեցինք, բայց սպայկայի հետ կապված մենք այդտեղ այդքան մեծ դերակատարում չունենք ու կան դեպքեր, երբ որ ինչ-որ հարցի վերաբերյալ գեր բարձր ուշադրություն ու միջամտություն կարող է հակառակ էֆեկտ տալ։ Դրա համար կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի կառավարության գործընկերներին ուղղել ու հասկանալ ինչա տեղի ունենում։ Բյուջեից, բայց ընդամենը մի հարցի եմ ուզում անդրադառնալ, որովհետև քննարկումներ, երբ որ ազգային ժողովում արդեն բռն քննարկման ենթարկվեց եւ այդպես կլինի, այն ժամանակ անդրադառնանք պաշտպանական հարցերի հետ կապված։ Ինչու է Ադրբեջանի հետ ունենք մենք խնդիր պաշտպանական ոլորտում ավելացնում իր բյուջետային պաշտպանական բյուջեն, իսկ Հայաստանը ոչ։ Հայաստան հակառակը ոչ մի ավելացնում, այլ կրճատում, այդքան ապահով ենք արդեն այդ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։ Շատ լավ։ Այս հարցը ես գիտեմ, որ ամենաշահարկվող հարցերից մեկն է ու լինելու է ամենախոցելի, ամենացավոտ։ Հիմա նայեք, 2020 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի ծախսերը կրկնապատկվել են, այսինքն էապես աճել են։ Ու պաշտպանության ոլորտի ուղղված ծախսերը պետքա ոչ միայն նայել դրանց բացարձակ փոփոխությամբ, այլ նայել արդյոք պաշտպանական համակարգը իր առջև դրված խնդիրները լուծում ամբողջությամբ, թե չի լուծում։ Այսինքն կարիքներից ելնելով է։ Սա մեկ։ Երկրորդը կային քննադատություններ, որ ասում էին մենք չգիտենք, թե օրինակ այդ գումարը ինչի վրա է ծախսվում, ընդ որում ամենավատը, որ դա ասում էր մեր նախկին պաշտոնյաներից մեկը, որ անմիջական առնչություն ուներ բյուջեի հետ, ես ուզում եմ ասել, որ պաշտպանության բյուջեն քննարկվում է դռնփակ եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մանրամասն քննարկում է կազմակերպում։ Ուղղակի այդ խոսակցությունը հասկանալի պատճառներով հասանելի չի։ Ընդդիմության падգամավորները եւ գաղտնիության իրավունք ունեցող շրջանակները կարող են մասնակցել այդ քննարկումներին ու ստանալ այդ հարցերի պատասխանները։ Ես մասնակցել եմ այդ քննարկումներին ու չի եղել այնպիսի հարց ընդդիմության կողմից, որի պատասխանը չստանա ու ես իմ տպավորությունն եմ ասում, իրենք համոզվել են, որ պաշտպանության ոլորտում ամեն ինչ կատարվում է ըստ անհրաժեշտի։ Եվ երրորդը համոզվել են, բայց հակառակ քննադատությունն է։ Դե այդ միշտ նորմալ է, որովհետև փակ դռների հետում կարան ուրիշ բան ասեն, դուրս գան հրապարակային ուրիշ բան ասեն։ Եվ երրորդը, որ ասում են ինչու նվազեց։ Այդ հարցին պատասխան մի քանի անգամ հնչել է։ Ես մի հատ կենցաղային օրինակով բերեմ։ Ասենք հայրը ամեն օր իր երեխային տալիս է 1000 դրամ գրպանի ծախսերի համար։ Հիմա ասենք չորեքշաբթի օրը որոշում է տա ոչ թե 1000 դրամ, այլ 3000 դրամ, այն հաջորդ 2 օրը կամ գումար չտա, կամ ավելի քիչ տա։
որ նայեք 5 շաբթի օրվա համեմատ այդ գումարը նվազած կլինի, բայց ընդհանուր միտումը նվազում չի։ Հիմա մի քանի անգամ հայտարարվեց, որ անցած տարի մենք ունեցել ենք պաշտպանական ծախսերի աննախադեպ մեծ աճ, առաջանցիկ աճ, այսինքն այն ծախսերը, որ պիտի կատարվեին առաջիկա տարիներին, դրանք առաջ են եկել եւ կատարվել են ինչ-որ մարումներ։ Մենք չենք դիտարկում արդյոք, որ Ադրբեջանը մեր հետ հակամարտող երկիրը ավելացնում է իր բյուջեն եւ մեր պաշտպանական բյուջեն շատ անգամներով ցածր է նրանից եւ մենք գոնե չկրճատում։ Իսկ ի՞նչ է պետք մեր պաշտպանական բյուջեն ավելացնելու համար։ Ինչ է պետք։ Ահա։ Փող է պետք։ Այո, փող է։ Իսկ այդ փողը որտեղից պիտի գա։ Որտեղից որ անցած տարի։ Ահա։ Բայց մի հատ sense կարևոր բան կա, որ փողը բյուջեի, երբ ինչ որտեղ ավելանում է, ինչ որտեղից նաև պակասում է։ Հիմա դու չես կարող պետական բյուջեից ակնկալել, որպեսզի բոլոր ուղղություններով ծախսերը շեշտակի ավելանան եւ միաժամանակ ոչ հարկերի ավելացում տեղի ունենա, ոչ պետական պարտքի ավելացում տեղի ունենա անհամաչափ չափով։ Հիմա ասեմ, պաշտպանական ոլորտի բյուջեն իրան պետք է նայել ոչ թե մի տարին նախորդ տարվա մեջ համեմատելու համար, այլ պիտի նայել երկարաժամկետ դինամիկայի մեջ։ Այսինքն, եթե մենք համեմատենք վերջին 5 տարին, ապա պաշտպանական ոլորտի ծախսերը կրկնապատկվել են։ Ու այստեղ ամենակարևոր բանն եմ ուզում ասել, մեզ որ քննադատում են, օրինակ, հիմա կասեն նախկին իշխանությունները, բայց հիմա այդ նախկին իշխանությունները հիմա ներկա ընդդիմախոսներն են հիմնական։ Պաշտպանական ծախսերը ոչ միայն ավելացել են, այլև պաշտպանական ծախսերը ըստ էության իրենց նպատակին են ամբողջությամբ ծառայում։ Այսինքն, եթե առաջ պայմանական 1000 դրամ էր բյուջեն, հիմա 2000 դրամ, դա չի նշանակում, որ բյուջեն պաշտպանական 2 անգամ ավելացել, դա նշանակում է, որ 4 անգամ ավելացել կամ 3 անգամ, որովհետև այդ 1000 դրամի մի ահագին մեծ մասը մենք գիտենք ինչի վրա է օգտագործում, դա մեր պաշտպանության վրա չէր օգտագործում։ Իսկ ովքեր դրանում կասկածներ ունեն, կարան դուրս գան, Հայաստանը փոքր երկիր է։ Մի հատ նայեն այդ տարիների պաշտպանության ոլորտի պատասխանատուները ովքեր են եղել ու նայեն իրենց եկամուտներին ու ունեցվածքին։ Այսինքն սնունդից սկսած, տեխնիկայից սկսած, չգիտեմ, ենթակառուցվածքներից սկսած ամեն ինչի վրա մենք ունեցել ենք վատումներ։ Ու այդ գումարը, որ եղել է 1000 դրամ, իրականում կարող է 500-ն է ծախսվել մեր պաշտպանական նպատակների վրա։ Ու մեր, ասում ընդդիմախոսները, որոնք շատ անհանգիստ են այդ թեմաներով, իմ ունեցած ինֆորմացիայով մի քանի անգամ եղել է, որ իրենց տարել են հենց տեղում, օրինակ դիրքեր ու ցույց են տվել ինչ որ զարգացումներ, որ իրենք իրենց աչքով համոզվեն, թե ինչ է կատարում այսօր պաշտպանության ոլորտում։ Մի հարցել կիսաքաղաքական ոլորտից, պարոն Թունյան, տեսեք, երեք հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք, կար մի քանիսը, եւ տպավորություն կարող է ստեղծվել կամ մտահոգություններ ամեն դեպքում մեկնաբանություններ են հնչում, որ որքան առաջ է գնում, որ նա քաղաքական ուժ է ստեղծում, տնտեսական ծրագրեր են ներկայացնում, քննադատում են ձեր տնտեսական գործունեությունը, ներկայացնում են տնտեսությունը զարգացնելու, գործարաններ բացելու եւ այլ նման հավակնոտ բավականին ծրագրեր են ներկայացնում, հանկարծ ավելանում է եւս մի մեղադրանք։ Չէ՞ կարծում, որ տեղին կլինի իսկապես նրա նկատմամբ կատարվող այս իրավական գործընթացը նաեւ քաղաքական պատճառաբանությամբ ներկայացնելը։ Հիմա դուք ինձ հարց եք տալիս, որ այսինքն ես այդ հարցին ինչ պիտի պատասխանեմ։ Իրավական գործընթաց է, այսինքն ես ինձ իրավունք չեմ վերապահում, ոչ էլ ուզում եմ միջամտել իրավական գործընթացներին։ Միշտ այո, լավ տնտեսական առումով թեկուզ։ Միշտ ցանկացած իրավական գործընթացի փորձարվում քաղաքական ենթատեքստ հաղորդել։ Հիմա ասենք ինչ որ մեկը, որը կարա վեր կենա ու ասենք բացահայտ կրիմինալ բնույթի գործողություններ կատարի կամ հայտարարություններ անի, հենց իրեն մոտենում են ինչ որ իրավական տեսանկյունից, ասում են մենք քաղաքական հալածել ենք, այդքան էլ այդպես չի, ու երբ որ մարդը այն օրը ձեր գործընկերներից մեկը գրել էր պետական պաշտոնյա լինելը ինդուլգենցիա չի, ճիշտ նույն կերպ ինդուլգենցիա չի քաղաքական գործիչ լինելը, լրագրող լինելը, падգամավոր լինելը, հոգևորական լինելը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ունի օրենքներ, որոնք բոլորի համար պիտի հավասար աշխատեն։
Իսկ ինչ վերաբերվում է հնչող տնտեսական քննադատություններին, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում ու շատ մեծ հաճույքով կբանավիճեմ, եթե ընտրությունների ժամանակ իրենք մասնակցեն ու համաձայնեն բանավեճի գալ, կմասնակցեմ իրենց այդ տնտեսական թեմաներով բանավեճերի, որովհետև իրենք շատ հետաքրքիր թեզեր են հնչեցնում, ինձ շատ հետաքրքիր կլինի հասկանալ այդ թեզերի տակ իրականում ինչ կա ու ոնց են պատրաստում կյանքի կոչել են ամեն ինչը, ինչի մասին խոսում են։ Ասենք օրինակ ասում են հազարավոր գործարաններ են կառուցելու, ես ասում եմ դե մեր պապերը անգրագետ լինելով հազարավոր գործարաններ են կառուցել, ինչու մենք գործարաններ չեն կառուցում, մի հատ հասկանանք էլի, օրինակ այդ հազարավոր գործարանները ինչ են արտադրելու, այդ հազարավոր գործարանները իրենց արտադրանքը ուր են վաճառելու, որովհետև այս ամեն ինչը արվում է թիրախային մի լեսարանի համար, որ երբ մենք օրինակ գնում ենք մարզեր այցելությունների, հատկապես ավանք սերնդի ներկայացուցիչները մեզ ասում են ինչու գործարաններ չեք կառուցում, որովհետև այդ կոմունիստական ժամանակներից մարդկանց թվում է, որ պետությունը ինքը պետք է գործարաններ կառուցի, մարդիկ էլ պետք է բայց մենք ապրում ենք շուկայական տնտեսության մեջ, որտեղ գործարաններ կառուցում են մասնավոր ընկերությունները, իրենք էլ որոշում են ուր վաճառեն այդ արտադրանքը, ու շատ ավելի կարևոր է այդ արտադրանքը վաճառել, դա են որոշում, հետո նոր գործարանը կառուցում են։ Այսպիսի հարցեր կան, ես էլ եմ ասում, ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում ու հաճույքով որոշակի հարցեր կտեմ, ես էլ հարցերին կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Ձեզ նույնպես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։